Star News-ը նախորդ տարեվերջին առաջիններ իր ընթերցողներին ու հետևորդներին հայտնել, որ երգիչ Անդրեն և Անի Օհանյանը կարծես թե բաժանվել են։ Մեր պատրաստած նյութից հետո ողջ համացանցը քննարկում է այս թեման, իսկ Անդրեն ու Անին այս մասին դեռ որևէ մեկնաբանություն չեն տվել, փոխարենը երգչուհին էլ ավելի ակտիվ է իր ինստագրամյան էջում։ Ժամեր առաջ էլ Անդրեն հանդես եկավ նոր հրապարակումով, տեսանյութին կցված է Անդրեի նոր երգը, խոսքերը հետևյալն են. «Սերդ սուտ էր, կեղծ էր, իմ երազ, իմ անհաս սիրտս թող քեզ կանչի ուր էլ որ գնաս»։ Հավելենք նաև, որ այս ամենը թերևս սկսվեց օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցած Armenian Music Video Awards մրցանակաբաշխությունից, որին Անդրեն ներկայացել էր միայնակ, առանց Անիի ուղեկցության։ Հարկ է նշել, որ մինչ այդ հանրային և ոչ այդքան բոլոր միջոցառումների ժամանակ Անին ամուսնու կողքին էր լինում։ Սա էլ բավական չէ, Անին նաև սոցիալական էջերից հեռացրել է Անդրեի հետ ունեցած բոլոր լուսանկարները և զույգը դադարել է հետևել իրար ինստագրամյան հարթակում։ Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ զույգը խնդիրներ ունի և հնարավոր է, որ բաժանման որոշում է կայացրել։ Նշենք նաև, որ Անդրեն պահպանել է Անիի հետ բոլոր լուսանկարները, իսկ վերջին համատեղ լուսանկարը երգիչը տեղադրել էր նախորդ ամսվա սկզբին, որտեղ նրանք երջանիկ տեսք ունեին։ Star News-ը հույս ունի, որ խնդիրները արագ կհարթվեն և մեր հաջորդ նյութը զույգի բաժանման մասին հերքող կլինի։ Դե իսկ մենք հավելենք նաև, որ Անին և Անդրեն ունեն դուստր, ով արդեն 1 տարեկան է։ Հավելենք նաև, որ Անդրեն ու Անին այս տարիների ընթացքում բավականին երկար ու բուռն քննարկվեցին։ Անդրեի անձնական կյանքը միշտ հանրության ուշադրության կենտրոնում է, սկսած այն օրից, երբ Անդրեն Տաթևի վանքում ամուսնության առաջարկություն արեց սիրելիին՝ երգչուհի Անի Օհանյանին։ Հավելենք նաև, որ Անին հեռուստադիտողին ու հանրությանը հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության X Factor հաղորդման շրջանակներից։ Անին շատ լավ ձայնային տվյալներ ունի, սակայն այժմ կարծես թե նոր երգեր չի պատրաստվում թողարկել։ Նա իրեն ամբողջապես նվիրել է ընտանիքին և Անդրեի հետ համատեղ մեծացնում են իրենց առաջնեկին։ Անդրեի անձնական կյանքն ու գործունեությունը վերջին տարիներին ակտիվորեն քննարկվում է։ Տարեսկզբին Անդրեն հայտնեց, որ շատ շուտով հայր է դառնալու։ Դրանից հետո միայն Անին ևս ՀՂԻ կարգավիճակով լուսանկարներ տեղադրեց ինստագրամյան իր էջում։ Դե իսկ շատ չանցած Star News-ը բացառիկ նորությամբ էր հանդես եկել հայտնելով, որ զույգը դուստր է ունեցել, սակայն դեռ չի հանրայնացնում այդ բարի լուրը։ Մենք այդպես էլ չիմացանք, թե ինչու երգիչը թաքցրեց իրականությունն ու երեխայի ծննդի ամսաթիվը, սակայն մի բան պարզ է՝ Անդրեն և Անին արդեն մի քանի ամիս է ինչ վայելում են ծնող լինելու բերկրանքը։ Նշենք, որ զույգը ծանոթացել է հեռուստատեսային նախագծերից մեկում, որտեղ Անդրեն ժյուրիի կազմում էր, իսկ Անին մասնակցում էր մրցույթին։ Ինչպես արդեն նշեցինք, Անդրեն ու Անին բնակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հենց այնտեղ, երբ տեղի են ունենում հայանպաստ միջոցառումներ, Անդրեն գնում է ու կենդանի կատարումով ուրախացնում հավաքված հայերին։ Star News-ը ձեզ է ներկայացնում նաև այդ տեսանյութերից մեկը։ Երբևիցե չեմ հիշում ժամանակ, որ այսքան պառակտված ենք եղել Սփյուռքով, Հայաստանով և Արցախով։ Ես հույսով եմ, որ վերջապես եկել է այն պահը, որ մենք իսկապես պետք է կանգնենք, Աստծո կանչով պետք է կանգնենք և վերացնենք այս ամեն ինչը, այս զազրախոսությունները, բամբասանքները, այս ամեն ինչը։ Ես հասկանում եմ, որ շատերի համար այդ սուտ բամբասանքները հաճելի է լսել, բայց հոգևոր մարդկանց համար հաճո չէ այդ ամեն ինչը։ Մենք պատմությունը մեր երկրի, մեր սուրբ արյան մենք սերտեցինք, դու բերդ ես անարի բարձուց այդ բազար բեղանում, մասունք աստվածային, քեզնով ենք հավերժանում, դու մեր լույս հայրենիք երկիր հայրենյակ։
Նշենք նաև, որ օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայացավ երգչուհի Սիրուշոյի համերգը, որի ժամանակ Անդրեն նույնպես կենդանի կատարմամբ հանդես եկավ։ Ձեզ ենք ներկայացնում այդ հոլովակը նույնպես։ Ես աշխատեմ բևում։ Ինչ ես ուզում այդտեղ երկեք։ Պահելի։ Վերցրեցի բեղելանից։ Ինչ կարես։ Ուզում էր ականջողի հետ սահել նվիրել։ Իսկ աղա գաս ես տեղը։ Թե ուզում ես հետո։ Ծափարություններով։ Ինչ երկեք։ Արցախի օրով է։ Որով իրիք նագատ լուսայեկա, նամը սիրան լուսայեկա, սորմին կորև վերը վարանեք, գիդա սրտես լուսայեկա, Հորը հո, ապամադա, բայց ես խոսքերը չգիտեմ, կհեչում թե չէ։ Ով սիրո, սիրո, ինչու մոտեցա, սրտիս կախնիկա, ինչու իմացա, միամեկ սիրո, միամեկ սիրո, ես քեզ սիրեցի, բայց դու անիրա, Try